Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնոց շնորհավոր Զինայեթ նախագիծը։ Հարգանքներս բոլոր մեր այն հեռուստադիտողներին, ովքեր անդավաճան հետևում են, եւ Ակոպով նայած միշտ ակնկալում են թարմ հետաքրքիր նորություններով լի թողարկումներ։ Այսօր ավելի մոտ թող նստեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ սիրում են գեղեցկանալ, ովքեր որ հետևում են տրենդներին եւ առավել եւս այն հեռուստադիտողները, ովքեր որ արդեն հասկացել են, որ Ակոպովնան պաշտում է բոլոր այն եթերները, որտեղ որ օրինակը գրավում են իր ընկերները։ Բայց ֆորմատը չեմ ուզում խախտել, ուզում եմ շնորհավոր օրվա բոլոր օբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկային շրջապատում Ակոպով նայეთ եւ իհարկե 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Արևից էլ տակ ես, հազարից մի հատ ես, օմամար ես խենթակնվել, մտածում եմ սիրտդ գերել, քո մասին երգերս տես, իմ ամեն տողում գրկեմ քեզ, գուցե և այսպես խենթանամ, գուցե և այսպես էլ համաձայն եմ ես, համաձայն եմ քեզ, համաձայն եմ քեզ թաքուն սիրել, սիրտս քեզ մնա, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատը նա, քո արամատը նա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականն նա, արամատը նա, քո արամատը նա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականն նա. Turtur motenam kes, yes. Kokochi sis moranam, matovi genam uchegam. Kotes ki fanatnem, yes. Miki shere kiche gites, kosirovem khela garmel. Minchev kezis vonsen mapel. Hamazaynem yes, hamazaynem kes, hamazaynem kes takun sires. Սիրտս քեզ մնա, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատը նա, քո արամատը նա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականն նա, արամատը նա, քո արամատը նա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականն նա. Շշուկով քեզ ասեմ դու էլի մնա, ամեն օր քեզ հետ կկրկնել սիրով ես ամեն օր. Արամատը նա, քո արամատը նա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականն նա, արամատը նա, քո արամատը նա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա. Դե ինչ, սկսել ենք աշխատանք, ընթացքի մեջ է տոնոց շնորհավոր Զինայեթ նախագիծը եւ ես այս բանի րոպե չկորցնելով ուզում եմ ձեզ ներկայացնել իմ շատ սպասված հյուրի տեսանյութը, ով է լինելու մեզ մոտ տաղավարում, ինչ թեմա, բոլոր այս հարցերի պատասխանները 1 րոպե հետո։ Ողջույն, ես Լիլիթ Խաչատրյանն եմ, սիրով հրավիրում եմ իմ սեմինարին, որը տեղի կունենա Lia Beauty Ակադեմիայում։ Խոսելու ենք ոչ միայն դիմահարդարումից, այլ մասնագիտական ցանկացած մանրուքից, վախի, անվստահության մասին եւ ինչպես հաղթահարել դրանք։ Եվ ամենակարևորներից կխոսենք ինչպես շփվել հաճախորդների հետ։ Սա սեմինար է ոչ միայն ուսուցանելու, այլև ոգեշնչելու համար։ Սեմինարի ընթացքում կներկայացնեմ 2 դիմահարդարում։ Առաջինը կլինի երեկոյան, լայների ցրման տեխնիկայի մի քանի տարբերակով։ Մյուսը շքեփ հասանեկան։ Սիրով սպասում եմ բոլորին։ Դե ինչ
Ինչ արդեն սկսված է ընթացքի մեջ է տոնը շնորհավոր նախագիծը եւ ես րոպե չկորցնելով ուզում եմ ձեզ ներկայացնել իմ երկու գեղեցկուհիներին սպասված դեմքեր, ովքեր որ սիրում են ընդհանրապես մեզ գեղեցկացնել։ Հետո նորը արդեն բոլոր այն մարդկանց, ովքեր որ օրինակ որոշում են հետևել տենդենսներին։ Ես այս բանը տեղեկացնեմ, որ ինձ մոտ տաղավարում է ոճաբան դիմահարդար Լիլիթ Խաչատրյանը, իսկ դրան ուղեկցում է իմ շատ սիրելի Lea Beauty Academy PR manager դիմահարդար Էռնա Խաչատրյանը, բարի օր, բարի գալուս ձեզ։ Էռն ջան, կարող է տուն չգնանք ես ու դու ամեն օր դից իրար հետ լինենք եթերում, բայց իմ համար հաճելի է, շնորհակալ եմ ձեզ։ Երբ ամիսներ առաջ ես լուսաբանում եմ Lea Beauty Academy-ի մասին, ասացի, որ սկսվում է այն ամիսը, որ հիմնականում լինելու են դասընթացներ եւ սեմինարներ։ Եվ դուք Էռն ջան փաստեցիք, որ այսպես ասած գովազդային քարոզարշավը սկսվում է մեր թողարկումներից։ Հիմա ինչ եք բերել, ինչ ենք ներկայացնելու, ինչ է մեզ սպասվում եւ ով է մեր Լիլիթը, որ այսօր գրավել է նաեւ այսօրվա եթերը։ Այսօրվա քո հյուրը ոնց նշեցինք Լիլիթ Խաչատրյանն է, որի համար կազմակերպել ենք սեմինար մայիսի 12-ին։ Ունենալու ենք շատ գեղեցիկ, պրոդուկտիվ եւ իհարկե շատ հետաքրքիր սեմինար։ Մենք չենք էլ կասկածում իհարկե, որ Լիլիթը ինչ սեմինար կանցկացնի։ Ուզում եմ նշել նաեւ, որ բացի սեմինարից Լիլիթը արդեն մեր խանջանի մասնաճյուղում լինելու է որպես դասավանդող եւ սպասարկող մասնագետ։ Այնպես որ նորություններ մեր մասնիկներից մեկն է փաստորեն։ Այո։ Հիանալի է։ Ես անկեղծ ասեմ, երբ որ դա բնականաբար ամեն օր, երբ որ սխալ բառ էլի, լինում եմ ակադեմիայում, դա բնականաբար ինձ համար մեկ է, եթե անկեղծ այսօր կամ վաղը որ մասնագետներն են լինում, կարևորը լինեն եւ շատ լինեն ու բնականաբար մեզ մոտ, այո, հա, ու ինձ մոտ եթերում լինեն։ Դա բնականաբար իմ ոճաբանը Մեծն Վարդանյանը ներկայացրեց այն տեսանյութը, որ քիչ առաջ ես ներկայացրեցի, շատ քիչ դեպքերում է լինում փաստի տաղավարից այն կողմ նստած Գևորգ Վարդանյանը, որ ասում վայ ինչ լավն է։ Այսինքն դուք արդեն բավականին լուսավոր եք, այդ արդեն շատ կարևոր երևույթ է, եւ ես վստահ եմ, որ բոլոր այն աղջիկները, ովքեր որ լինելու են այդ օրը ձեր շրջապատում, բավականին մեծ ժառանգություն են քաղելու ձեզանից։ Ես խնդրում եմ դուք ինքներդ ներկայացեք, այդ օրը ինչ եք պատրաստվում ներկայացնել ողջ ծրագրի ընթացքում։ Սիրով Զինա ջան, այդ օրը ինձ համար շատ կարևոր օր է։ Գևորգի հետ միասին որոշել ենք նաև Էռնայի, որ շատ գեղեցիկ ու հագեցած սեմինար ենք ունենալու։ Ներկայացնելու եմ 2 դիմահարդարում, երեկոյան եւ հարսանեկան։ Այո։ Իսկ այդ բոլորից մեկտեղ վստահ եմ ես որ վարում եմ ինչ որ չափով արդեն գիտեմ էլի որ մոդելներ կան որ թույլ տեղս է էլի կան մոդելներ ունենք արդեն այո 2 գեղեցիկ աղջիկ ենք ընտրել այդ օրվա համար կարծում եմ հետաքրքիր է լինելու այսինքն ամեն ինչ կանենք որ հետաքրքիր լինի Սերտիֆիկատներ ունենք, չէ, ամեն ինչ ունենք։ Ամեն ինչ պատրաստ է ու բավականին շատ արձագանքներ կան, որի համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ արձագանքել են, ցանկություն են հայտնել մասնակցելու։ Դեռ բայց օրեր ունենք։ Այո, դիմացը դեռ 10 օր կա։ Այո, ժամանակ ունենք։ Դա նշանակում է, որ կարող են ակադեմիա զանգահարեն, հա։ Այո, դեռ գրանցումները բաց է, եթե ցանկացողներ կլինեն, կարող են զանգահարել մեր հեռախոսահամարներով կամ գրել Instagram-յան էջին։ Անձամբ ես կզբաղվեմ այդ հարցով, սիրով։ Հիանալի է։ Եվ ես արդեն սովորել եմ հատուկ բառեր, կա ասում է կան որ 0-ից ուզում են դիմարդար դառնան, կամ են որ բազային ինչ որ տենց թեմա էլ կա, չէ։ Հիմա դուք այդ ծրագրի օրվա ընթացքում կարող եք նաև ինչ որ չափով այն տեխնիկան ցույց տալ, ովքեր որ դեռ նոր որոշել են դիմարդար դառնալ, թե արդեն պետք է դիմարդարներ լինեն ձեզ մոտ։ Ցանկալի կլինի Զինա ջան, որ լինեն 1 տարի եւ ավելի փորձ ունեցող դիմահարդարներ, որ տեխնիկաները որ պետք է ցուցադրվի, դա մի փոքր այդքան էր սկսնակների համար չէ, բայց ինչու՞ չէ, նաեւ հետո նախատեսված է նմանատիպ դասեր, բաց դասեր, նույնիսկ կարող է նաև սեմինարներ սկսնակների եւ նմանատիպ մարդկանց համար։ Հիանալի է։ Ես գիտեմ, որ շատ է լինում, չէ, օրինակ սեմինարից հետո
անհնարին է լինում, որ դասընթացներ չենք ունենում։ Իհարկե։ Օրինակ ուններ մեր արաքսիայիններ, չէ, որ քանի օր էր 6 օր մատնահարդարին։ անդադար դասընթաց ենք ունեցել։ Իդեպ գալիս է դա նրանից, որ մենք ընտրում ենք ոլորտի լավագույն մասնագետներին ու իսկապես շատ մեծ է արձագանքները լինում, ինչ սեմինար անցկացնում ենք, ինչ սպիքեր ունենում ենք, անպայման ատրաբոտկաները, դասընթացները անխուսափելի են լինում ու կարծում եմ նույնը լինելու է Լիլիթի հետ կապված։ Հիանալի, ինչով եք պատրաստվում տարբերվել, օրինակ Լիլիթ ջան, ես գիտեմ, որ յուրաքանչյուր անհատ ունի իր ձեռագիրը։ Դուք ունեք ձեր ձեռագիրը։ Այո, իհարկե։ Արդեն 10 տարուց ավել է այս ոլորտում եմ, Ջինա ջան, ես ամեն օր աշխատում եմ իմ այսպես ասած ձեռագրի վրա, շատ տեղեր եմ սովորել, շատ տեղեր վերապատրաստվել եմ, բայց կարծում եմ յուրաքանչյուր մասնագետ իր ուրույն ձեռագիրը պետք է ստեղծի։ Բոլորի գործերը կարծես թե ինչ որ չափով նմանատիպ են, չգիտեմ, դեսիմ ինչ սվերգեստիստվենի գործեր չես կարող անել, որ բայց ամեն դեպքում իհարկե ձեռագիրը մարդ պետք է իրեն ունենա ու կարողանա դա գեղեցիկ մատուցել։ Հուսով եմ այդ օրը կլինին այնպիսի տարբերվող բաներ, որ իրոք մասնակիցները չեն փոշմանի ու նաև կուզենան, որ հետագա այո։ Հիանալի է, բայց ես առանձնացրել եմ ձեր ձեռագրից լավագույնները, ինչ որ ես եմ հավանել, դե ծրագրի սեփականատեր լինելը տենց թեմա է, այլ է, կներեք, որ ես չգիտեմ ով ինչ կհավանի, բայց փորփրելով ձեր անձնական Instagram-յան էջը ես իմ նախադրածները ուզում եմ ցուցադրել հենց հիմա եթերում, որից հետո վերադառնանք ամփոփենք թեման։ Pode sentar, pode sentar, pode sentar. E se tiver muito excitado, my little black dress and the shit is sitting. Just a heartbroken bitch, high heel, 6-inch in the back of the nightclub, sipping champagne. I don't trust any of these bitches I'm with in the back of the taxi, sniffing cocaine. Nativa is a female version of a hustler. Եթե նոր եք միացել 21 TV-ին, ասեմ, որ տոնը շնորհավոր Ջինա այդ նախագիծը շարունակում է աշխատանքը եւ տեղեկացնեմ, որ ինձ մոտ տաղավարում է բավական հմուտ ոճաբան դիմահարդար Լիլիթ Խաչատրյանը եւ Lea Beauty Academy PR մենեջեր դիմահարդար Էրնա Խաչատրյանը։ Ես գիտեք ընդհանրապես չեմ սիրում այն նաեւ հետևորդներին, ովքեր որ սկսում են ավելի շատ որ ասում իմը Էրնան է ու Էրնայից են կողմ ոչ մեկ չի կարող լավը լինել, այդ սխալ երևույթ է ասեք, որովհետև մեկը մյուսից տարբերվում է, հա, անդավաճա լինելը դա ուրիշ երևույթ է, որ ուզում եմ միայն ինքը լինի, դա ուրիշ երևույթ է, բայց ես լսել եմ նաև կան արտահայտություններ, որ շատերն ասում են գնում են իրենց դիմահարդարի մոտ, բայց ինչու ոչ, կարող է նաև ձեր էջը բացել եւ ասել, իսկ կարող եք այսպես մեյքափ ինձ անել։ Այդ վիրավորումը դիմահարդարին, թե դա ուրիշ երևույթ է, շատ եմ լսել կողքից տենց տեքստեր, ուզում եմ հասկանալ վիրավորողա թե չէ։ Միանշանակ նման դեպքեր շատ են լինում, ես չէ, դրանից չեմ վիրավորվում, մարդ ունի նախընտրած մասնագետ, այս անգամ էլ որոշել է գա ինձ մոտ ու փորձի, ինչու ոչ։ Բայց ինչ որ բան չի տարբերվում, չէ։ Հա, հեծանիվ չենք։ Ես այդպիսի մարդ չեմ, ընդհակառակը ինձ համար դա մի քիչ այլ բան է, ցանկացած գործ ինձ ինչ ցույց են տալիս, ես փորձում եմ ավելի լավն անել, քան որ իրենք ցույց են տալիս ու դա չեմ ասում, չգիտեմ, մեծ խոսքեր չեն, հիմնականում այդպես է լինում, որ ավելի, չգիտեմ, հաջողություն է լինում, այո, լավ է ստացվում։ Դուք բավականին լուսավոր եք, որ ինչու՞ է բնականաբար այդ պատասխանը չստացվում, եթե Էրնան ուրիշ հաղորդավարի ինձ նման սիրուն մեյքափ անի, ես իրան դատի կտամ։ Հա, Շտարար է։ Այդ տենց է։ չէ, ուղղակի կարծում եմ, չգիտեմ։ Իրականում կարող է հաճախորդը ինքը ինչ որ տեխնիկա է ուզում ցույց տա, ոչ թե հենց ինչ որ դիմահարդարի ձեռագիր։ Հնարավոր է հենց տեխնիկան է ինքը այդպես ցանկանում ու
ու չեմ կարծում դրա մեջ ինչ որ արտառած դեպք կա, Բայց դու ասա, որ հիմնականում դուք նաև ասում եք, որ սա լավ նաև լույսերի շնորհիվ է նկարած, մեծամասնությունը ֆիլտրներին է, այդ պետքա բացատրվի, չէ՞, ամեն անգամ իմ կարծիքով, որ կան ջելոյի օրինակ մեյքափ ուզեն, ինչ Դե են դա արդեն պետքա ճիշտ կարողանանք մատուցել հաճախորդին։ Օրինակ ճիշտ բացատրել, որ օրինակ սա ֆիլտրով է նկարած կամ այն գործը, որ դուք նայում եք տվյալ նկարի մեջ, ձեր դիմագծերը չի համապատասխանում։ Դե առանց հաճախորդին նեղացնելու բնականաբար, որտեվ դեպքեր կան, ես երբեք չեմ ասում, դա ձեզ չի սազի։ Օրինակ դա ձեր դիմահարդարումը չի։ Ավելի տենց մեղմ Հերվից գալիս է։ Ոչ թե հերվից, այլ ասում եմ հա կանենք, այնպես ոնց որ դուք եք ուզում, բայց իհարկե գուցե բաներ լինեն գունայինով, չգիտեմ, այդքան էլ ձեզ համապատասխան չլինի։ Շատ լավ, իսկ ըստ ձեր ճաշակի, հիմա արդեն եղանակները տաքացել են։ Ինչպեսի դիմահարդարում են հարաբես առօրյա կյանքում, ոչ թե երեկոյան պետք մեզ։ Դե հիմա ավելի շատ նուրբ դիմահարդարումներն են նորաձև, դա միշտ եմ ես սիրել ու պարզապես ժամանակ կար, որ ավելի շատ էինք անում, չգիտեմ, այդ տոնը, դիմափոշին ավելի շատ, իսկ հիմա ավելի թեթև ու նուրբ բաներն են մոդա, դիմահարդարումներն են մոդա, որը նորաձև, որը ավելի հաճելի է։ Ինչու՞ չէ, եւ մեզ համար եւ հաճախորդների համար։ Էրջան, խնդրում եւս մեկ անգամ հեռուստադիտողներին հիշեցրու մայիսի 12-ին ժամը 11-ին։ Ժամը 11-ին։ Այո։ Եթե ուզում եմ մի ավելացում անել, Լիա Բյութի ակադեմիան մոտ ապագայում պատրաստվում է շատ մեծ շուկով միջոցառման։ Կարծում եմ դրան շատ-շատերն են սպասում, բայց մենք դեռ փակագծերը չենք բացի։ Ուղղակի ուզում եի եթերում այդ ամեն ինչի մասին դրամոսին։ Դու գիտես դրա մասին։ Ես փակագիծը կբացեմ վաղվա թողարկմանը հանգիստ եղեք։ Իմացավ Դինան եւ ամբողջ հարաբերությունը։ Իսկ այս ոգևորվածությունը, որ նաև դանդաղ ցածր ձայնով ասացիր, դրա մասին ամենաշատ պետք է մտածեն հետևորդները, թե վարպետները։ Բոլորը։ Բոլորը։ Միանշանակ։ Արդի եք անում։ Հրապարակին չենք բացում։ Շատ լավ։ Հակոբովն է, եթերում փակագծերը կբացվի, վստահ օրը գա։ Համենայն դեպս ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Դուք շատ ճիշտ տեղից սկսել եք իդեպ, այնպես չի իմն է գովազդումը, բայց դե հանրապետության բոլոր այն լավագույն վարպետները գիտեն, որ եթե ուզում են իրենց ժառանգությունը ճիշտ մատուցեն, ապա պետք է լինի ճիշտ կազմակերպչական աշխատանքներ։ Եվ հենց որ ասում են դե շատ մարդ կար այդ ակադեմիային, որովհետև Լիա Բյութի մասնագետներն էին կազմակերպել, դա PR-ի նաև ճիշտ տարբերակ է, էլի, դա էլ շատ կարևոր։ Մենք կարողանում ենք մեր փոքրիկ խնձորը ավելի մեծ ցույց տալ, գունավոր եւ փայլուն։ Դա նաև PR-ի ավելի լավ տարբերակ է։ Իդեպ այդ թեման էլ է եւ բիզնես թեման, եւ PR թեման ակադեմիան նորից կներկայացնի հենց մեր ծրագրի շրջանակներում։ Իսկ ես կփորձեմ մայիսի 12-ին իմ սթորիներով խեղդել եւ ցույց տալ թե այդ օրը ինչ է տեղ ունենում, ամփոփումը միասին կներկայացնենք եթերում։ Հաջողություններ եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կաք։ Մինչեւ հիմա ձեզ հետ արդեն ակադեմիայի լավագույն մասնիկներն են, կարևորը մասնիկը ակադեմիայի ձեր Դինա Հակոբովնան, կհանդիպենք, բարին ձեզ։ Կյանքը կարճ է, որն է քո լռելու միակ պատճառը։ Չէ որ ամեն մեկս ունենք մեր սիրո ճանապարհը։ Ապրելու ժամ չի մնում, սիրելու չի մնում, և հենց ես ստեղծված աշխարը ոչ ոքից չի մնում։ Ապրելու ժամ չի մնում, սիրելու չի մնում, և հենց ես ստեղծված աշխարը ոչ ոքից չի մնում։ Ճանապարհը թող մեզ տանի
գշվում ենք իրար համար Իշտ տարբերություն թե ուր Չանապարը թող մեզ տանի Չէ որ գշվում ենք իրար համար Իշտ տարբերություն թե ուր Սիրտս մի կտոր դարձած գրկիտ մեջ Երջանիկ եմ ես Փոխվեց կյանքս մի վարկյանում Իմ ուզածի պես Տեր Աստված շնորհակալ եմ քեզ Իմ սիրո պատմության մեջ Որի համար բախտ վիճակվեց Ես հասա քեզ Տեր Աստված շնորհակալ եմ քեզ Իմ սիրո պատմության մեջ Որի համար բախտ վիճակվեց Ես հասա քեզ Ճանապարհը թող մեզ տանի հեռու Չէ որ գժվում ենք իրար համար Իշտ տարբերություն թե ուր Ճանապարհը թող մեզ տանի հեռու Չէ որ գժվում ենք իրար համար Իշտ տարբերություն թե ուր Ճանապարհը թող մեզ տանի հեռու Թե որ գշվում ենք իրար համար Իշտ տարբերություն թե ուր Ճանապարհը թող մեզ տանի Գշվում ենք իրար համար Իշտ տարբերություն թե ուր